Ծտերը երգում են, արևը շողշողում է, կանաչները ուժեղ կանաչել են, այս մեր բակի 3 պոպոքը, ստեղ ոչ մի աղբ չի երևում, լրիվ ծածկել է կանաչը, ժամը 5-ն է, գնացինք։ Ողջույն։ Ողջույն։ Դավիթ անհաղթից տեկվեցինք Ուրնեցի փողոցը։ Մայիսի 20-ին է այդ ամեն ինչը կատարվում։ Ժամը քանիսը դարավ մինչև հասանք անենք։ 6-ին 15 պակաս համարյա 17։ Ես ժամը 5-ին լուսամուտի մոտ ելույթ ունեցա։ Հա? Հա։ Չեմ լսե։ Դե դու ընդեղ գործով ես զբաղված։ Ես էլ անգործ էի մնացի նկարեցի։ 23 աստիճան է հիմա։ Որոշեցինք մի հատ մանումենտ մտնենք, բայց ավետին չենք զգուշացրել։ Չենք զանգ տվել, ուղղակի մտնենք, կհանդիպենք, չէ։ Ինքնուրույն կնայենք մանումենտը, տեսնենք ոնց է գործերը։ Լուսամուտից լավ կանաչ էր, ասեցի մտնենք ավետի մոտ ոնց է։ Մեր ձորը вообще հոյակապ է, ամբողջը կանաչի մեջ։ Դե մերոնք ես հույսով եմ ավետին հիշում են, ավետ Մովսեսյան, այո, Մովսեսյան, շատ լավ երիտասարդ է, լավ եղբայրներ ունի, լավ ընկերներ ունի, միշտ իր մոտ արևիկ լանջում հանդիպում են, կարակ գտնեք, նախ playlist կա, մանումենտ կոչվում է, այդ playlist-ում կարող եք գտնել, ովքեր չեն տեսել նախորդները, որտեղ բավականին շատ ենք նկարել։ Հա, բայց մերոնք էլ բավականին շատ նոր մարդիկ են գրվել։ Դե դրա համար ասում եմ Ողջունում ենք ձեզ և շարունակեք գրվել։ Բաբայան փողոց տեկվեցինք, ստեղ հիշում եք աչից առանձնատներ։ Եվ վրացական չէ կարծեմ։ Դեսպանատունը։ Դեսպանատունը։ Հա, պետք է որ այ Անցանք, հա։ Դե երևի կլինի էլի, որ պետք է կորի։ Անկյունում էլ Լիտվայիններ, չէ։ Այո։ Ստեղ մի հատ ուշադիր ելնենք, որ ավետի մոտ մտնենք։ Սա չի Արմեն, չէ, գնա։ Ես հիշում եմ։ Մտանք, մի հատ կանգնելու տեղ կա, այս ինչ քո մեքենաներ են։ Իրիսներ։ Ասո։ Ահա, ավետանց տարածքները, Արևիկ ռեստորան, սա հին ցուցանակա կարծում եմ, հիմա Արևիկ լանչ է կոչվում, Անահիտը, ու ստեղից մտնենք տարածք, այն տեղը շատ գեղեցիկ է, մի հատ անցնենք այնտեղ։ Ստեղ մի անգամ ռուսական հաղորդում էր, չէ։ Երկրորդ հարգում շատ հետաքրքիր երեխեք էին։ Այս ինչ է, գրքերից են սենց արել։ Կամարը։ Ինչ հետաքրքիր է, բայց որ ուժեղ Կամիլենի չի թափվի։ Բարև ձեզ։ Զգուշ կլնենք փոքր թակարդները, հա։ Չէ, եղում էին, ուղղակի հա, պարզ է։ Բնության թակարդն անդամել։ Հա ջան։ Բնության թակարդն։ Ստեղ, հա։ Գեղեցիկ տեղ է, այստեղը շատ ենք հավանում։
Ես իմ էլի երիտասարդներ են։ Կաֆեի համար Մի երևի բան էլի մոգոնել առանձին են։ նստելու։ Չէ, հա, անայ դու էլ։ Բա ինչ, խալիներով։ Հետո ինչ։ Ես դեկորատիվ բան է ուղղակի նստում։ Էն էլ աթոռն է, հա, մի հոգի նստում է։ Ես են Մաշի Մեջվեջի բանն է։ Տունն է ոնց որ։ Լավ էլ խալի է։ Ոնց արժեքը կորցրին խալիները ընդհանրապես։ Այս ինչով է լավ է որ ոնց իմացար։ Դե լավ որակի խալի էր։ Հա։ Իջևաններ, չէ՞ դրանք։ Չգիտեմ, ջվաններ։ Էս պիոներ լագերի նման, հա։ Հիմա խալիներ չեն օգտագործում մարդիկ։ Մեր խալիներն էլ։ Հա, ստեղ էլ սենց կախարդական ձկներ էլ կան մեծ։ Օ, ինչ կարմիր մեծ ձուկ է։ Այո։ Դանդաղ։ Այս կախարդական տարածքը կարմիր ձուկը լողաց, չգիտեմ որ գնաց։ Այն հերվում ինչ որ սևերն են երևում, շատ աղոտ։ Էնա կարմիրը եկավ։ Հա, եկավ։ Դեր է լիչնա։ Էս ինչ է, այս ֆիգուրան նորություն է, չկար այն ժամանակ, չէ։ Չէ, անա այդտեղ այնքան նորություն կա։ Այս շլանգեր կախելու համար է երևի։ Նա տես կողմն էլ անայդ տենանք ինչ կա ու գնանք լճի մոտ։ Սիրտա մեջի ինչ հալցրած չգիտեմ։ Որտեղ։ Այն կողմը հակառակ։ Գնանք։ Այստեղ պատրաստվում է բար լինի։ Նենց էլի։ Բաց։ Էս ինչ բան է գրած, նայ։ Հա, հերվից երևում է գրին։ Այդ տեղը որ գնացինք գրին չեմ անում ոնց էր կոչվում, իրանց սարկածն է երևի։ Հա, երկուսն է գրին է։ Այն աղջիկ մերը, երկու հատ գրին, հա։ Ուրեմն գրին էր անունը։ Արի, այդ ինչ բառ ես տեսը։ Արի մի հատ Ստոյկա եմ տեսել։ նրա կողքով անցնենք։ Այսօր աշկիտ ամեն ինչը բառնի ստոյկա է երևում։ Էն էլ էր բառնի ստոյկա քո համար։ Այն բառնի բառ, նստելու տեղ է։ Հա։ Ես ինչ հետաքրքիր քնելու տեղեր են։ Չէ։ Էլ էսենց նստած տեղեր են։ Այո։ Այս բաները ինչի համար է հետաքրքիր։ Մոծակներից։ Կարծում ես։ Արևից։ Հա, այս լուրջ կոմպոզիցիա է անետ։ Հա, չէ, ես ընդեղից ինձ թված շլանգ է, բայց սա կոմպոզիցիայի մաս է։ Հա, ֆարակա։ Ժամանակակից արվեստի գործ։ Դե ավետը ընկերների մեջ ինչ մասնագիտություն ասես չկա։ Բժիշկ, նկարիչ, երաժիշտ։ Հա, գիլասները թափվում են։ Այս բառը։ Սառից։ Այո։ Օ, ինչ մեծ է։ Էսա, հա։ Մեծ ծառա։ Ասել բառնի ստոյկան։ Այո, բառնի ստոյկա է։ Չէ, կամերաս չի ցույց տալի, այն կողմից ցույց կտամ։ Այստեղից կարաս ցույց տաս, հա։ Լավ, ստեղից ցույց տամ, բայց եթե ստոյկա է, ուրեմն ինչ-որ երևի նոր են սարքում։ Ուրեմն ստեղ էլ սեղաններ կլինեն, էլի պետք է ենթադրել։ Կարող է։ Ավետը տանն է։ Տանը։ Չէ։ Ներքելնա, կաֆենա։ Կաֆեում, հա։ Արևիկ լանչում։ Այո։
Ստեղ էլ Սեղաներ բան մտադրություն ունի դնի, չգիտեմ Ստեղ էլ առիթները նման առիթներ նշում են ստեղ Պարում են երևի, հա Ես էլ kitchen Ավետը լճի ամուսնացը Ավետը չի ամուսնացը Անահիտը պարզեց Ստեղից, չէ? Դե լավ մտնենք Հիասթափված ես Անահիտ Ինչից? Որ ավետը չի ամուսնացը Այո, բիլիարդ Երաշտություն Ես էլ ինքը ավետը Բարև ձեզ Ողջույն Արգանքներս ոնց եք Լավ ենք ավետ ջան Արգանքներս ոնց եք ինչ կա Լավ ենք Ես երաշտությունից մի քիչ գնանք մենք ենքով Ավետ ջան մի թեթև ստեղ զբոսնենք Քեզ գործերից չկտրենք ընկերոջդ հետ նստած էիր Ոնց է գործերը նորություններ կա լավ Էկո ֆեստիվալ արեցինք Երբ Արմեն Կարմենովիչ ամսի 17-ին մայիսի ու 18-ին Ստեղ, օրով ստեղ հա? Վիդեոն կտամ ձեզ, այս անգամ վիդեո տամ տեղադրեք էլի անպայման Եթե երկար չի Լճիապով, հա, կարճ ռիլ կտամ 3 րոպեանոց, կարող եք կտրել նորից Հերավ Էլի այդ խմբեր այդ Գրին-գրիններ ռուսական, մեր գործընկերները, հա Մյուսը ոնց է? Գրին-գրին էր անունը Հա, գիտեմ, ֆեստիվալը հենց գրին-գրին էր կոչվում Գրին-գրին էր կազմակերպել, ես էլ համակազմակերպիչ էի ու համել ընդեղ վեգաներ, կային լիքը վալանձորներ, ռուս արվեստագետներ, արվեստասերներ, խոր ունեինք 50 հոգանոց Ինչ ասում Հա, անտիր միջոցառում Էդ ես դուրս արեցիք, հա երևի ռեստորանի պլաշատկայում Հա, այն որ փոքր հաուզա մի հատ, ձկները որտեղ, հա Այդտեղ բասեյնի մեջ Հələ որ գնանք, հələ հետքերը մնացել է Հələ գնանք Ամենք տեսանք այդ շաճորների նման սպիտակ Հա, էդ էր, հա Կարել ասում ավետը լճի Այդ ֆորմատով եք մտածել որ շաճորները իմ հարսանիքն են Ստեղ էր food court-ը Այլ հենց լճի ափին, աչ կողմը բաներ, մարկետներ, ձեռագործ աշխատանքների, հենց գրինի մասնակիցներ իրանց Հենց իրանք էին Իրանք էին աղբի վերամշակված, աղբից վերամշակված արտադրանք էին հետաքրքիր է բայց Ոնց է, donation-ը, ոնց է, հանգանակությամբ Հանգանակությամբ Ֆիքսուալ չկար, ուղղակի հանգանակությամբ Հա, ով ինչ գնով ուզում վերցնում էր Այս կողմն էլ food court Ստեղ մարկետներ, ստեղ food court Ստեղ food court էր, հա, այս աշխուժ կյանք է եղել փաստորեն Մեծ միջոցառում է եղել 6000 հոգի Ավետ ասում է զանգ եմ տվել անհասանել եմ Անհասանելի էիք ցավոք սրտի Ստացվեց կապվել, թե չէ ընտիրեր ու հաստատ ձեզ Ափսոս Ուրեր գալու Կիրակի օրն է եղել Շաբաթ կիրակի Մենք որ եկել էինք այն անգամ ռուսական հաղորդում էր գրին-գրինը ահագին մենք նկարեցինք իրանք շատ հետաքրքիր պատմեցին իրանց մասին Այդ հաղորդումը կա Հա, դե իրար էլ տեղանք կնենք Մտնենք ստեղ հեսա բասեյնը ցույց տամ ինչ վիճակում է Ես մտնեմ հետո որ նկարեմ էլի Այնտեղ ասիցան մեզ դրեցին Այն կողմից էր մուտքը Ահա Ստեղ էլ փոքր պրեզենտացիա էին անում վերամշակված շորերի վարպետ, այն որ չեն հագնում արդեն մարդիկ, այն որ բերել են հանձնել են գրին-գրին, իրանք նորից նախ մի հատ քիմ մաքրում են արել, դրանից հետո վիկրիկա են արել, կտրտել են, նոր բան, ձևափոխել են, ու հանել էին էլի վաճառքի, էլի հանգանակության բանով։ Այս պլաշատկայի վրա էր, հա՞։ Ստեղ բասեյնի մեջ։ Ես դες հատ վիդեո ցույց կտամ։ Այդ գրին-գրինի ժողովուրդը շատ կրեատիվ էին, այն անգամ որ զրուցեցինք 6000 հոգի մարդեր եկել։
Բարլինի։ Այն աստիճանի հոգնած ենք վարպետ, որ այս 2 օր հələ խելքի չեն գալիս պատկերացնել։ Շատ էին։ Այդ սաղ մաքրել, բանանել չէ։ Հա, չէ, բայց մաքրեցին նաև երեխեքն էլ օգնեցին մեզ իհարկե։ Հա։ Հետո միտքը այն էր, որ առանց պլաստիկի, առանց ցելոֆանի, այսինքն առանց միանգամյա իրերի էր միտքը այս ամբողջ էկոֆեստիվալի։ Ու եթե անում ենք, չգիտեմ, տարաներ, ինքը ապակիից էր։ Եթե անում ենք ձողիկներ, ապա իրանք ինչ որ սալոմինկաներ էին կամ բամբուկից էին։ Էս էր միտքը։ Այո։ Եթե ինչ որ բանից էլ կար, օրինակ տոպրակ կար, տոպրակը հետ էինք վերցնում, որպեսզի վերամշակվի։ Սենց շատ սիրուն էր ամեն ինչ արված, դրա համար էլ մինիմալ թափոններ դուրս եկավ, մինիմալ աղբյուր դուրս եկավ։ Իսկ ցեղը ոնց է։ Լիճը ձերն է, չէ։ Լիճը մեր պատասխանատվության տակ է, մաքուր է, այո, բայց ցավոք սրտի հələ ջուրը չեն տվել, որ լցվի բարձրանա, էլի։ Հələ պետք է բարձրանա։ Հա, մոտ կես մետր, նույնիսկ 60 սանտիմետր։ Ջուրը ով է տալի։ Ջրի պոակ կա, հենց տենց բան է անունը։ Ջրային տնտեսության։ Հայ ջերմուխ, հա, Երևան ջերմուխ։ Չէ։ Ջրային տնտեսությունն է, բանի կառավարության կից պոակ է ինքը։ Ինքը որոշում է տալիս է։ Ինչ որ կա, որ եկեք սենց բարձրանանք։ Մենք այդ սա նկարել ենք, դες ավետ։ Ես էլ հələ ասեցի, այս խալին ափսուս չի գցել են, լավ խալի է։ Դուք տեսաք բեմի վրա այդ կոթուկները բան։ Հա, բա։ Դրա վրա DJ-ներ էին ելույթ ունենում նվագում։ Դե հեսա գնանք դու մի հատ պատմի։ Մի հատ մեր նայածով, մի հատ էլ արդեն։ Ես վիդեոն ձեզ ուղարկեմ այդ տեղադրեք ավելի լավ է։ Հա, դավայ։ Տելեգրամով ձեզ կուղարկեմ։ Դավայ, այդ վաղ տենց անենք։ Մի րոպե ինչ է ռախոսակում մոտ։ iPhone։ Այդ չեն կարա են airdrop-ը ոնց է։ Մի անգամից մեկը մեկի կուղարկենք։ Կարող է այսօր են նավակ նստեք, նավակի մեջից տրանսլյացիա անեք։ Ամուսիններով։ Այս ինչ էկզոտիկ առաջարկեր։ Так, кто там качает? Նա այնտեղ քշում է։ Նայեք ինչ հանգիստ է քշում։ Վախի ասենց քիչ մարդը պետք է Արմեն Կարլենի։ լիքը Հա, պետք է լինի։ լիքը նավակ քշող լինի։ Երեկոյան գալիս են։ Գալիս են ջեմ կասկածում։ Բայց լիքը չէ։ Լիքը չէ։ Ինչի՞։ Սա մանումենտն է, Արմեն Կարլենի, սա կասկադը չի, սա Սարյանը չի, Հյուսիսային Պողոտան չի։ Բայց մանումենտը Գիտեք ինչ թեմա է։ Երևանցիների ինչքան սերունդներ են ստեղ մեծացել, հիացել, ժամանակ անցկացրել։ Ցավոք սրտի էլ այդ Երևանցին չկա։ Հիմա այն Երևանցին, որը կա, ինքը հիշում եք Կարքին հաղորդման մեջ կար մի հատ պերսոնաժ, որ ասում է ինչի համար։ Որ ասում է ախպեր գնա աշխատի, ծառ տնի, մի ծառը բերքը վաճառի, ախպեր ինչի համար։ Հենց նստած եմ, էլի։ Հիմա երևանցիները այդ են իմ կարծիքով։ Իրանք նայում են ինչի համար։ Լիքը մարդ ինձ հարցնում ասում է, «Էս որ գրին-գրինին տվել ես այստեղ, էս որ աղբանություն եք անում, մաքրություն եք անում, այ ինչի՞ դա պետք։ Քու օգուտը ո՞րն է»։ Ասում եմ օգուտը այն է, որ քաղաքի մեծ մասը, այս երեխեքը մենք գնում մաքրում ենք, այդ է իմ օգուտս։ Համել լիքը մարդկանց սովորացնում ենք սենց են անում։ Ավետ լավ որ մենք քեզ չճանաչենք, կմտածենք սուտ ես խոսում։ Հա, տենց է։ Հա, յանի ես ինչ ես ասում, ոնց կարելի է էդի օգուտ համարել։ Ասում եմ էդ է օգուտը, այ ախպեր, ուսուցողականն է օգուտը, անպայման փողն են ման գալիս, շահը։ Շահը ո՞րն է։ Ավետ ջան, գրին-գրինը էլի տենց ակտիվ քաղաքով գնում է, մաքրում է, հա։ Մենակ ոչ քաղաքով, հանրապետությունով, հա։ Հանրապետությունով, այո։ Մենք վերջի անգամ գիտես որտեղ հանդիպեցինք, քաղաքապետարանի մոտ։
Դիմաց։ Իրանց։ Այո, այդ ծառերը որ փոս սկսեցին կտրտել ու նոր ծառեր Տեսա ես տկել այդ բանը։ Տեսա, հա։ Երեխեքը գնացել էին այդտեղ, էկոակտիվիստներ էլ կային, համ էլ փորձագետներ կային։ Նաև ես էլ քաղաքապետանից 2 հոգու է թվում նաև են անունը մոռացա այդ մարդու, որ հենց հեղինակն է այդ կտրտելու։ Մոռացա։ Ինչը կտրտելու մասին է խոսքը։ Թումանյանի վրա։ Այո։ Ոչ միայն լիքը տեղեր են հանել։ Դες Վերացուղրել են վերջինը հանել։ բարձր բան բարձրացրեց էլի։ Ես վերացույց եմ տվել, ասում եմ էվտանազիայի կողմնակից եք, չեմ հասկանում։ Մարդը եթե հիվանդանում է էվտանազիա հանվի, սպանվի այդ մարդը։ Եվ բոլոր ծառերն էլ հիվանդ են, տարիքով են։ Բուժելու ձև կա։ Ընդամենը բան է կոչում, բուրդոյան հեղուկ է կոչում։ Բան բուրդոյան հեղուկով կարելի է այդ սունկը բուժել, որ չդառնա ռակով հիվանդ ծառ։ Ու ինքը աշխատի, եւս մի 20 տարի կաշխատի։ Ավետ, բայց այս մոնումենտին երևի մի հատ լուրջ ծրագիր է պետք հզոր էլի, չկա տենց բան միտում։ Քաղաքապետարանի տարեկան բյուջեի ընդամենը 0.10%-ն է, Վարպետ ջան, մի տարվա, որ այս մոնումենտը դառնա իսկական ծառերով, այսինքն այդքան գումար է պետք, հա։ Այո, այո։ Բայց դա չի արվում, կներեք ասեմ, ես հասկանում եմ, որ պետք չի իրանց, ոչ մեկին պետք չի։ Այ ինչի պետք չէ, չեմ կարող հասկանալ։ Ոչ մի տեղական ինքնակառավարման մարմնի պետք չի մոնումենտը դառնա բուսաբանական այգի։ Ոնց որ ինձ տարիներ առաջ փոխքաղաքապետը բացատրեց, ասեց Ավետ ջան, Հայկ էր անունը, բայց ազգանունը չեմ հիշում։ Մարուկյան։ Չէ, փոխքաղաքապետը։ Հայկից առաջվա այդ բանի տարոնի տեղակալն էր, Տարոն Մայքարյանի։ Ասեց Ավետ ջան, ձեր տված հարկերը տարեկան։ Մոտավորապես մի $300,000 չափով լինի, թե չէ։ Մոտավորապես մի 150-200 հոգի աշխատող լինի այդտեղ։ Այսինքն ձեր տված ինչա որ պատկերացնում ես ամբողջ մոնումենտում գնա ասած մի մոտավորապես մի 600 հատ շենք կարող է կանգնի 8-10 հարգանի, որոնց հարկերը որ եթե մենք կուտակենք միլիոններ կլինի հասնելու դոլարներ։ Կարող է միլիարդներ։ Մենակ թույլտվություններով ասած մի քանի միլիոն գեներացնելու ենք։ Այսինքն էս այս մարդկանց այն ժամանակվա ծրագիրները ոնց տեսնում եմ ոչ մի բան չի փոխվել։ Դե այդ նույն ծրագրով էլ ոնց որ թե բանն է, այդ մանկական երկաթգիծն էլ լրիվ մահացել է արդեն։ Ոչ մի Կարծեմ քանդել են։ Էլի ինչքան մի բան ընտենց ընկավ։ Երևանցիների սիրած վանդալիզմի հետքեր կան Տիկին Անահիտ, բայց մեկը գրինգրինն է մաքրում, մեղքս ինչ թաքցնեմ, մի անգամ էլ ես եմ գնացել անցած տարի այդ մաքրմանը մասնակցել եմ։ Մանկականում։ Հա, ավելի շատ վանդալիզմական վիճակներ են։ Ոնց որ Արագիլի պատերին վերցնում են ու գրաֆիտիով ներկայացնում։ Սենց։ Արագիլն էլ տենց մնաց, հա։ Արագիլի ծրագիրն էլ մեր որ պիտի անենք մնաց, բայց կանենք իհարկե առանձին։ Մաքրելու գործ ենք սկսելու այս տարի, Վարպետ ջան, չգիտեմ ոնց է հայերեն, շլիֆովկա ենք անելու պատերը, որ այդ հղկելու, հա, հղկման աշխատանքը անելու ենք, մաքրելու ենք պատերը, հələ տեսնենք ինչքան կդիմանա էլի։ Հենց տակերը ընկան, արդեն կսկսեք, հա երևի։ Երևի թե հիմա ես արհեստավորներ եմ փնտրում Տիկին Անահիտ։ Հենց որ գտա, երևի թե մի ամս։ Ես քեզ ասեմ, օրինակ, բանը Միասնիկյանի արձանը, Վարդանյանները բավականին լավ են վերականգնել։ Հա, հղկման միջոցով էլի, հա, մաքրվել է։ Այնտեղ տեղեր կա հղկել են, տեղեր կա փոխել են քարերը ուղղակի։ Արագիլը դե հա մասնագետապետ, մեծ աշխատանքա պետք։ Ես Բայց այդ մեծ գումարներ է պետք ավետ ախր է։ Հա դե պիտի անենք, Վարպետ ջան, պետք է արվի։ Հիմա ինչ անենք։ Ամեն ինչ կան այդ գումարները կարաս հայթայթես։ Չէ, գումարը չկա, եթե լիներ շուտվանից կմաքրեին։ Հա։ Հետո ես ուզում եմ փորձեմ ինչ որ հեղուկներով մաքրել իրան։ Ահա։ Ես չէի ուզի հղկեի էլի, քարից էլ նույնիսկ պակասացնեի։ Դա ես թողում եմ ամենավերջի մեթոդը, սենց ասած։ Լավ, այդ դրա մասին կզրուցենք մի հատ առանձին։ Շատ եմ ափսոսում, որ չեկաք էկո ֆեստին, ասենք չստացվեց ձեզ տեղի։ Մենք էլ ենք ափսոսում։ Բայց ես ձեզ վիդեոն կտրամադրեմ,
Եղավ ավետ Ինչ ջան։ այսօր էլ կդնենք, հա, Իսկ արևիկ լանչը ոնց է, էլի տենց ակտիվ է։ Աշխատում է, երեկոները բանա, միջոցառումները կա, երաժշտությունը կա, ուրբաթ շաբաթ կիրակի կենթանի երաժշտությունը կա։ Ուրբաթ փոփ, ֆանկ, շաբաթ ջազ, հիմնականում Արամոնա ջազ բենդով, կիրակիներն է ռոք։ Ահա։ Հիմա Զարանչի երգում է։ Զարան Ամերիկայում է։ Օ, գնաց ընդեր։ Վերջին լուրերով Ամերիկայում արդեն երկար ժամանակ է, մոտ 2 տարի է։ Էս ինչ լավ է, վերևը խաղող է։ Կա, հիշում ես։ Խոհարարն էլ է Ռուսաստան դուրս է եկել, բայց ունենք էլի մոտավորապես իրան ձեռքի աշխատանքով մոտ խոհարար։ 5 շաբթիներն էլ Վարպետ ջան, ըստ երևույթին կլինի հայկական, բայց իսկական հայկական էլի, կվարձետ եմ ուզում։ Հա, չէ, այդտեղ չկա ռաբիս տասնամյակներով։ Եթե հայկական, ուրեմն Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Տերտերյան։ Այդ 5 շաբթի օրերը։ 5 շաբթի օրերը, հա։ Այդ հիմա ենք հավաքում, որ տենց բան անենք։ Ավետը ինչ լավ խաղող է այդ վերևը։ Հա։ Հույսով ենք մի ամիս ու կեսից արդեն ձեզ էլ կհյուրասիրենք այդ խաղողից։ Բացը բարդյանա ярում։ Վերավ։ Սասնան նայեք ինչ լավն է։ Սասնան էլ լավ է։ Իսկ այն բաները փակված է ձեր մոտ։ Մենք այնտեղ ենք կանգնել։ Բաներ, մոտոներն են գնացել, մոտո գարաժը գնաց։ Այն գարաժները որ Գլեբը գնաց Ռուսաստան։ Հա։ Բայց ուզում է գա հետ վերադառնա, տեսնենք կգա։ Հիմա այնտեղ ոչ մեկը չկա այդ գարաժներում, չէ։ Ոչ չկա։ Այնտեղ էլ էին, ակին ակտիվ երեխեք էին։ Հա։ Հա, այն շնիկներին որ Շնիկները կան։ Հա։ Շնիկները կան։ Շնիկների բժիշկները կան։ Շնիկները կան, Բժիշկներ չեն, ուզում են, բարիք մակիրցկը։ Չէ, բայց բժշկում էլ էին, չէ՞, ոնց որ։ Նաեւ, բայց իրանց առաջին գործը ճիշտ է ասում։ Հա, վարսավիրանոցն մաքրում են։ Ինձ զանգ արեցին, կարևոր զանգեր զրուցեցի, ու սենց խոսալով, հեռախոսով եկա այս կամուրջի վրա հայտնվեցի։ Կհիշեք այս կամուրջի իհարկե։ Այո։ Այս էլ կղզին է, էլի։ Դե մեր մոտ ահագին լճեր տենց են, չէ՞։ Արած, նույն Կարապի լիճը, բայց տեղի կղզին փոքր է։ Կարապի լճի չափը։ Դե լավ, գնամ հետ, մերոնք ընդեղ տեսա, Ավետն ու Անահիտը նստել են ինչ-որ մի հատ սեղանի մոտ։ Պատտեմ տեսարանը ստեղի կամուրջից։ Այո, Ավետը հետ զրուցեցինք, ահագին մարդկանց հետ է հանդիպել, որ փող ներդնեն, ստեղից, արտասահմանից հայեր, ասում եմ, ցանկություն չկա, վիճակը չեն հավանում Հայաստանի, այդ պատերազմային եւ այլն, ու կոպիտ ասած վախենում են ինչ-որ լուրջ գումարներ ներդնեն, իսկ ստեղ իհարկե բավականին լուրջ գումարներ է պետք։ Այս չգիտեմ, ասում էին, չէ՞ որ Եվրոմիությունը 2.5 թե 3 միլիարդ տենց կանաչապատման, սմարթ քաղաք սարքելու գումարները այդ ինչ է եղել, չեմ անում, մանումենտը չկա այդ ծրագրի մեջ։ Ավետ ջան, մի հատ հարց եմ ուզում տամ, ընդեղ մտքովս անցավ։ Ես լսել եմ, որ Եվրոմիության կողմից հատկացվել է Հայաստանին 2.5 թե 3 միլիարդ եվրո հատուկ կանաչապատման համար, այդ էկոլոգիան լավացնելու եւ այլն։ Դու լսել ես տենց բան։ Ես էլ եմ լսել, բայց ոչ թե Եվրոմիության, Ահա։ այլ համաշխարհային կանաչների միության կողմից էլի են։ Greenpeace-ն անունը, թե տենց մեծ գումար, թե կարող է համաշխարհային բանկի կողմից։
Չէ, ոչ թե միլիարդների հասնող, ես լսել եմ 200 միլիոնի մասին խոսակցություն։ Հա։ Ու այդ երկուսը ֆիգուրանտ էր, այդ երկու բառը որ ասում եք, բայց դա եղել է տարիներ առաջ, մենք նույնիսկ խոսացել ենք այդ հարցը ինձ տվել եք դուք։ Իմ կարծիքով այս ամբողջ ծառատունկերը, որ արվում է, այս ծառերի տեղահանությունը, որ արվում է, ինձ թվում է այդ ծրագրի մեջ է, եթե կա տենց բան։ Ով է իմանում, այդ կարելի է մի հատ հարց ուղղել քաղաքապետարանին կամ կառավարությանը, որպեսզի պատասխանեն կոնկրետ հասկանանք, կա իրոք այդքան գումար ուղղված, թե չկա։ Բայց ամեն դեպքում ես ձեզ կարող եմ ասեմ, որ նախանցած տարի մի քանի ջրագից ավելացել է Արագիլ ռեստորանի փեշին տակը դեպի կուկուրուզնիկի մոտ այդ հատվածում ու դեպի ներքև էլ դա մինչև այդ հյուրանոցային կոմպլեքսը որ հիմա կառուցում են այդ լանջի վրա ամբողջը կա այնտեղ կար նախկին տնտեսության մեջ կային ջրագծեր բայց նոր ջրագծեր քաշվեցին իբր թե Սավրիմեննի Տիկին Անահիտ, բայց ընդհանրապես Սավրիմեննի չի, որից ես շատ դժգոհ եմ, ասեմ ձեզ ինչի։ Պատկերացրեք կոմունիստների ժամանակվանը ավելի լավն էր, բոլոր առումներով, որտեվ ինքը բան ուներ, ատոկնել ուներ, իր սլիվնել ուներ, որ ձմեռը չսառի։ Իսկ հիմիկվանը քաշածը արդեն իսկ տրակել է, ու այն ջուրը, որ քաշվում է մեր լճից, ուղղակի մի քանի անգամ որ բարձրանաք ամառը կտեսնեք։ Պրոստը ջուրը սենց ցեխ է դառնում, հոսում է ճանապարհի վրա։ Քանի որ տրակած տեղերից է գնում, որտեվ իրանք դրսով են տարել այդ տրուբան, իսկ ճիշտ չի արվել։ Այդ լանջը շատ լավ երևում է բանից, այդ գյուղին սիուտի մի քիչ դեպի մանումենտ որ գալիս ես, այդտեղից երևում է այդ լանջը։ Այն հերացու նույնիսկ ծառատունկ բան է ոնց որ դե սկսեցին այդտեղ, բայց հերացու ռազվիլ կան որ կա։ Այդ հերացու կամուրջից որ նայեք դեպի մոնումենտ։ Փորձեք չնկատել դղյակները, չգիտեմ, այս տները։ Դժվար գործ է ասել։ Ամբողջը դա է, սունկի նման աճում են։ Տիկին Անահիտ ես ուրախացել եմ նրանից, որ ես 2 տարի նկատում եմ ու սենց ասում եմ մենակ աչքով չտանք։ Այդտեղ սկսել են շիվեր մեծանալ, ծառեր են արդեն դարձել։ Դուք էլ կարող եք նկատել։ Ոնց որ թե հենց տվերը այն 60-ականների Երևանի երևում այն որ ծառերով պատված էր այդ լանջը ոնց որ թե տվերը երևում է թու աշկոց չտան իսկ այդ միլիարդների միլիոններից չես նկավարա ճիշտն ասած տեղյակ չեմ ես լսել եմ ես էլ եմ լսել ուղղակի հետաքրքիր է այդ մերոնցից կարող է տեղյակ մարդ լինի մի հատ կոմենտներում գրի այդ ինչա զբոսայգում Վարպետ ջան զբոսայգում Եթե ինչ-որ ծառատունք կամ ինչ-որ լույսերի ձևավորում արվում է մենակ այն ծառուղիները, որը տանում են Մայր Հայաստանի մոտ։ Այդ կողքերը, ոիստ երևացող տեղը։ Մենակ այս տարի մի անգամ մաքրություն արեցին, շաբաթօրյա արեցին քաղաքապետարանի ինչ-որ տրանսպորտնիկները եւ այս մեր թաղապետարանի ժողովուրդը եկան 22 հատ ֆոտոգրաֆով 150 հոգի մարդ էին եկել 22 հատ ֆոտոգրաֆով վիդեո ֆոտո բան նկարելու ինչ որ փոցխերով բաներով եկան մտան ստեղ այդ վիդեոն էլ ձեզ ցույց կտամ ասենց մի կրուկ պատտվեցին այս լճով տեսան որ լրիվ մաքուր է ասեցին ստեղ մաքրել ենք արդեն Ես էլ չալարեցի, գնացի, կանգնեցի այնտեղ դիմացներ, ասացի մաքրել ենք չէ։ Մաքրել ենք ու ամեն օր ենք մաքրում, բայց չէ ուզում ենք ասենք, որ մաքուր արդեն, ասի չէ, դա տարբեր բաներ են, եկեք ասի չխառնենք իրար, դուք 22 ֆոտոգրաֆով եք եկել, 150 հոգով կյանքում մի անգամ։ Իսկ մենք ամեն օր մաքրում ենք, դա շատ տաժանագիր աշխատանք է, տարեկան մի հատ շատ լավ Mercedes-ի գումար է, որ կարող ենք մենք Mercedes-ներ վայելեինք կամ տուն սարքեինք կամ ապրեինք ըստ պահանջի, բայց չենք անում, որ այս կանաչը մնա։ Հենց որ այդ 150 հոգու մոտ իմ ասելիքս ասեցի, ասեցի գոնե եկեք, ինչ որ մի բանով օժանդակեք ես բնության պահպանմանը։ Ոչ թե եկեք նկարեք ու գնացեք։ Շնորհակալություն աստին գնացին։ Ես հիշացնեմ ուղղակի մերոնց, որ ավետը պաստորեն
Երրորդ Պակալենի ոնց է սերունդ երրորդ սերունդի ներկայացուցիչն է եղբայրների հետ, որոնք ստեղ են բնակվել, սկսած պապուց դե հայրը երկար տարիներ ամբողջ կյանքը երևի չէ ամբողջ կյանքը ավարտեց Ռաֆայել Իսրայելյանի հետ լիճը մի խոսքով այդ կա վիդեոները կնայեք մանումենտ նայեք հետաքրքիր էր ձեզ էլի տեսնելը ուրախ եք շատ տեսնել բայց հաջորդ միջոցառմանը դա իմ ճիտին պարտքս լինի որ եղավ Ավետ ջան մի շաբաթ առաջ մեզ ուշացրու Ավետ ջան, զանգ տուր ենքան, ինչև Արմենը վերջապես տեսնի Չէ, հասած անհասանելի էր ուղղակի անհասանելի էր Դե հետև սապով էլ կարաս զանգ Ես հիմա վիդեոն կտամ, որ կամերանա նկարում Էսա դոշիս Անպայման վիդեոն կտամ Վարպետիս անպայման վիդեոն կտամ Տիկին Անահիտս, վարպետ Արմենս կտեղադրեն այդ վիդեոն Ինչով ենք զբաղվել ու ինչ էկոֆեստիվալ ենք արել մայիսի 17-ի 18-ին է եղել Ափսոս որ չենք եղել Ոչինչ կտեղադրենք Բարևներ բոլորին, մենք ոնց որ կայինք տենց էլ ստեղ ենք, մեր դուխը տեղն է, Վարպետ ջան, Տիկին Անահիտ ջան, մենք այդ դուխը սպասում ենք բոլորին, որովհետև Ավետ ջան, մի հատ արևիկի ծրագիրը մի հատ նորից ասա կարճ Ամեն 5 շաբթի հայկական 5 շաբթի հայկական ծրագիր է, իսկական հայկական լավ խոհանոցով Խաչատրյան, Բաբաջանյան Ուրբաթ օրը փոփ ֆանք երաժշտություն է Փոփ ֆանկի սիրահարները գան Ուրբաթ օրը Շաբաթ օրը ջազ է, հիմնական Մարամոնա ջազ բենդով Կիրակի օրերն էլ ռոք Ռոք Ոչ ծանր, փոփ ռոք է, ռուսական ռոք, եվրոպական ռոք Իդեպ ասեմ, Ավետի մոտ շատ բարձր է երաժշտական ճաշակը, ոնց որ կարաք չկասկածեք Շատ հետաքրքիր էր, որ մի քանի հոգի եկել են ու եկել են հենց այն տեղը, որտեղ որ մենք ձեր հետ սովորաբար զրուցել ենք, գալիս կանգնում էին այդտեղ ու ինձ էին հարցնում։ Ու բոլորը ասում են մենք Երևան Everyday-ից ենք, մոտ մի 10 հոգի մարդ եկել է։ Այդ մարդկանց բոլորին մեր պատվի համար, ձեր ու մեր պատվի համար լավ բարձր պատվով պատիվ ենք տվել, ճանապարհել ենք ու բոլորիդ է վերաբերում։ Եկեք, սա Վարպետ Արմենի երրորդ օջախն է, չասեմ երկրորդ Տիկին Անահիտիս երկրորդ օջախն է, հենց որ համեցեք, մենք ձեզ պատիվ կտանք, կհյուրասիրենք ու համել կտանք հայկական ջերմություն։ Դավեք։ Հաջողություն Ավետ ջան։ Ուրախ եմ որ եկանք։ Լավ է որ հանդիպեցինք։ Շատ լավ տղա է Ավետը։ Այս քանիսը դարավան այդ։ Այ նստեցինք, խոսացինք։ Ակա Ավետ ջան։ Դե բարձրանանք մի հատ ազատության փողոտայով հələ որ նախ Բաբայան դուրս գանք Ես հիշում եք մի վաղտ Զվիզդա հյուրանոց էր ստեղ Հիմա պաշտպանության նախարարությունն է Այսինքն Զվիզդան էլ էր պրինցիպի ինչ-որ վայենի հյուրանոց Ես օրինակ չեմ հիշում Ես հիշում եմ, որտեղ մեր գործի տեղից մեկը այդտեղ ոնց են ասում, պատրաբատը որ էլի, թող էր գիշերները աշխատում էր պորտչի
երկրորդ աշխատանքն էր։ Կինոյի նման «Նочной портье»։ Ազատության փողոթը։ Ինչ բարձր է, չէ՞, այս պադիոմը ստեղ։ Մի օր ոտքով այսքան գնացինք, շունչս կտրվեց։ Այստեղ էլ։ Մի հատ այդ այգին հələ հիշենք որտեղ էր, մի հատ մտնենք նայենք։ Բավական համարյա մինչև բան հասնենք։ Եկեղեցի։ Այդ կողմեր դեր դիմաց։ Ես էլ են շենքը, որ մի օր ասեցի գեղեցիկ շենքա գնացի։ Բապ չկար ընդհանրապես։ Կողքերը նայեցի, լրիվ հիասթափվեցի։ Ահա, սա ստեղ կանգնեցինք, այնտեղ Սուրբ Խաչ եկեղեցին է։ Այս հարակից նորակառույցներն են, Սուրբ Խաչի կողքը հիշում եք բոլորը շենքեր են կառուցել, Ազատության փողոտան ու այս այգին։ Եղել ենք այս այգում, բայց մի հատ էլ հələ մտնենք, տենանք ինչ ա փոխվել։ Ես քանդել են, հա։ Թե նոր են կառուցում։ Ես չեմ հիշում, դու հիշում ես, որ կար ստեղ բան։ Ես նույնիսկ չեմ հիշում, կար թե չկար։ Հա, հիշում եմ, ինչ մի բան կար էստեղ։ Մի հատ մոտենանք են հուշարձանին։ Հա, լավ չի երևում, լույսը լավ չի։ Լույսը լավ չի ու ծառն է խանգարում։ Մի խոսքով Հակոբ Պարոնյանին է հուշարձանը։ Ես էլ հերոսները իրա։ Այգին են մասն է, հարի միատ սենց գնանք անայդ։ Ինչ? Ինչ ասեցիր չլսեցի։ Ինձ այդ մեքենան անցավ աղմկով։ Ասում եմ, են մասն է այգին, հենց գնանք են կողմով։ Տնկիներ են ստեղ։ Մենք են ասում էինք այգի, մինչև էդ այս ճանապարհով եկանք այս կողմ։ Ես ինչ երկար այգի է անայդ, մենք այս մասում եղել ենք մենք։ Մենակ են սկիզբ ենք եղել ոնց որ թե չէ, Պարոնյանի մոտ։ Ստեղ մանկական, չէ, տրինաժորներ են, մանկական չէ։ Այո, հակին մեծ է։ Զրուցարանում նարդի կամ կարտ են խաղում, ստեղից չեմ հասկանում։ Ազատության փողոտան են կողմը մնաց։ Անայտը այս կողմը մնաց։ Հələ են կողմ գնանք։ Դե աշխուժություն է բերում։ Այս զուգահեռ ինչ-որ փողոց է գնում, հետաքրքիր է ինչ փողոց է։ Լավ է։
Հա, տես ակացիակաստեղ։ Սկզբից բուրմունքն ենք զգում, հետո նոր ծառն ենք տեսնում։ Տակիրա ոնց է կոչվում է սա այգին։ Այն աշխատողից կարելի է իմանալ, կարողանա գիտի մի բան։ Կիմանա հաստատ։ Բայց գնում է։ Հակառակ կողմը։ Այս այգին ո՞նց է կոչվում։ Այգին անում։ Հա, հենց Պարոնյան պուրակ էլ կոչվում է։ Կոչվում է Պարոնյան պուրակ։ Հա, այդ լսեցի։ Այնտեղ էլ զոհվածի հիշատակին արձան կա։ Թե սա է։ Բայց ինքը են կողմ։ Հա, երևի սա է արի։ Կարծում ես։ Սա պաչա է, սվետոչկեն։ Կարող է սա լինի զոհվածների հիշատակին։ Չէ, ոնց որ ասեցին են կողմն է։ Հա, չէ, ընդեղ, ահա։ Լավ էլ տարած կա, տես սարքած ծաղիկներով, ծառերով։ Հա, գեղեցիկ ծառեր են։ Լուրջ շուն է։ Հա, ինչ-որ։ Հանգիստ։ Գնանք են կողմից մի հատ նայենք։ Ինչ-որ հետաքրքիր բան է արձանը, լնայեք, տեսք ունի։ Հեսա մի քիչ գնամ կզգաք ինչու նա հարցը։ Նայեք, թափանցիկ է ինքը, իսկ այս մասը սև է ներկած։ Մասը չէ, ներսի մասը։ Ներսի մասը, այո։ Հետաքրքիր է։ Պաստորեն, այս մեջքի մասն էլ սև կլինի երևի ներկած։ Արի մի գնանք մի հատ էլ են կողմից նայենք, էլի։ Ստեղ էլ նայի նստելու սենց տեղեր են անայդ։ Շուրջ է, հա։ Ինչ-որ բաներ ա գրած արմի, այստեղ։ Սա կնենք։
լավ քարա չի առնի։ Մարմարը։ Լավ մշակված։ Աստեղ էլ սենց խոսքեր են։ Պանցալի նահատակներ և երկնավոր հոր սիրելիներ, որ ձեր արյամբ Քրիստոսի խաչի մահվամբ մկրտվեցիք, Տիրոջ առաջ բարեխոս եղեք։ Բայց ես մարդու մատ ինչ է, ես լավ չհասկացա։ Հրացուն առն, ավտոմատ։ Էն էլ կասկանա, տես ես ու կասկայա, ճիշտ ես։ Այո։ Ինչ հետաքրքիր գործ է։ Հետաքրքիր է կապետարանն է, Արարատն է Հլենայի։ Չէ, անայդ քաղաքապետարանը քանդակել չգիտի։ Կարա պատվիրի մեկին։ Դե հա, այդ խոսքը դրա մասին է։ Քաղաքապետարանն է, բարեգործ է։ Այո, բարեգործն է։ Որը դեպքյան շատ լավ է, ու կուզենայի հեղինակը մի տեղ տեսնեի, ով է։ Չէ, հեղինակը չկա։ Այստեղ հայոց այրուբերն է գրած, հələ մի հատ պտտվեմ շուրջը։ Շատ գեղեցիկ վայր է։ Շատ տխուր չի, ինչ-որ մի ձևի։ Խորհրդավոր։ Տխրությունն է առաջացնում։ Այստեղ ուղղակի գրած անվճար Wi-Fi։ Ես հույս ունեի հեղինակն է, հեռվից ինձ տված։ Դև ճիշտ եք անում, ասում եմ։ Կարդացել եք ինչ-որ տեղ, ես լրիվ պտտվեցի չգտա։ Կարող է ծաղիկների տակ է մնացել։ Կարող է։ Ես շունն էլ մի բան չի ասում մարդ հասկանա։ Մի բան գիտեի, չգիտեի, սուսպուս պարտել է։ Որ եղանակը օդը մաքուր ելներ, ահագին հետաքրքիր տեսարան Անահիտ նայի, Մայր Հայաստանն է երևում ու Արարատը։ Անահիտը երևի գնաց զրուցել էլի, հա։ Ամեն ինչը խորհրդավոր է այստեղ։ Իրոք շատ սիրուն է այդ մեկը։ Գնանք մենք էլ նայենք։ Այս սենց վարդ։ Եղել Արարատն է։ Համար ջան։ Հայտ, պրիվետ։ Հա։ Ուսով եմ պատկերացրեցիք ինչ գեղեցիկ տեղ էր, խորհրդավոր։ Ստեղնյաց ցուցանակ հանդիպեցի, հույսով որ գրած կլինի մի բան, ոչինչ չկա։ Այս ծանոթ գիրը արդեն։ Են կողմն էլ նայեցի։ Այս կողմը թված թե
Այստեղ գիր է ինչ-որ, բայց ուղղակի գծեր են քաշած։ Մի խոսքով չկա ու չկա։ Ով է հեղինակը չիմացա։ Են ինչ է այնտեղ ժողովուրդ։ Զարմանալի թաղեր են։ Հա, այս էլ մանկական հրապարակն է։ Լավ։ Անտիր բարձրաճաշակ վայր։ Շատ հավանեցի։ Անայիտ ընդեղ երանելության մեջ է։ Այս գեղեցիկ ծառեր են։ Ընդ որում տերևը սոսի նման է, գիտեք, հեսա մի րոպե ցույց կտամ։ Հա, այդքան նման չէ, նենց սուրոտ են մի քիչ ավելի։ Խոսքով սենց ծառը։ Կարծեմ Վարդանյանների այգում էլ կար։ Հա, լստեղից ինչ հետաքրքիր է երևում։ Մայր Հայաստանը։ Տեսնում եք, այ հեսա Մայր Հայաստանը։ Մեջից երևում է։ Ավսես Արարատը այսօր տենց որ չեղավ։ Գնացինք։ Նստեցինք ստեղ, շատ հաճելի տեղ է։ Ինչ հետաքրքիր էր, այն կողմ երեխեք են խաղում, ուրախանում, աղմկում։ Իսկ իս մասը ընենց բան է։ Լուրջ։ Լռություն, սենց զարմանում ես։ Ոնց է տենց էլ է հնարավոր։ Ճիշտ ես։ Դե աղաքին աղմուկ է, բայց ծառերն են երևի պահում, թե ինչ է։ Թե աուրան է։ Աուրանն է երևի ավելի ճիշտ կամ թե։ Դե վերջ հայր ջան, սրանով ավարտենք։ Լավ մնաք։ Միշտ առողջ լինեք։ Թող խաղաղություն լինի։ Այս արձանին նայելով մտածում ես Աստված ջան, խաղաղություն տուր մեր աշխարհին։ Եկանք մերոնց մոտ, իմ սիրած բակը։ Ասեմ ժողովուրդ, այդ հուշարձանի վերաբերյալ, որը շատ հավանեցինք զոհվածներին նվիրված, ոչ մի բան ինտերնետում չգտա։ Եթե դուք մի բան իմանաք, օրինակ հեղինակը ով է, շատ հետաքրքիր է ինձ, ես կխնդրեի կոմենտներում գրեք անպայման։